Հայ ազգային կոնգրեսը սկսում է պայքար էլեկտրաէներգիայի հավանական թանկացման դեմ։ Խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, անընդունելի է, որ ռուսական ընկերության վերցրած վարկերի վատ կառավարման եւ ունեցած կորուստների բեռը դրվում է շարքային սպառողի ուսերին։ Արամ Մանուկյանը հավելեց. Ընդդեմ գողություն բարից արդեն հանգիստ եմ ասում, որովհետեւ բոլոր պաշտոնյաները եւ պատասխանատուները հենց իրենք այս տերմինը օգտագործում են։ Այստեղ բնականաբար ձեզ խորհուրդ դիամ մի հարց տալ այդ մարդկանց, եթե գողություն բառը ասում եք, հայտ ներկայացնում եք դատախազություն։ ՀԱԿ-ում խմբակցության մասնագետները հաշվարկել են ռուսական ընկերության հայտը բավարարելու եւ էլեկտրաէներգիան 17 դրամով թանկացնելու դեպքում այդ գումարի փոքր մասը տրվելու է արտադրողներին, իսկ առյուծի բաժինը 15 դրամը մնալու է հեծին։ Այս հաշվարկները ապացուցում են մի բան, որ այս թանկացումը արվում է միայն մեկ նպատակով՝ փակել հեծում կուտակված ապօրինի այդ հանցավոր ճանապարհով կուտակված 250 միլիոն դոլարի պարտքը։ Նրանք կառուցել են մի ծրագիր, որի ամբողջ իմաստը այդ թալանի պահպանումն է։ Ոչ թե թալանի հաղթարումը, այլ թալանի պահպանումը։ Պետությունը հերթական անգամ որոշել է բացահայտել ոչ թե չարաշահումների պատճառները, այլ պահպանելով թալանը ստիպել հանրությանը վճարել այդ չարաշահումների դիմաց, ասում է պատգամավորը։ Բայց դա նաև նշանակում է, որ ապագայում մենք ունենալու ենք նոր պարկերի կուտակում եւ նորից անհրաժեշտություն թանկացնելու էլեկտրաէներգիան։ Դա կարող է լինի 1 տարի հետո, 2 տարի հետո, կարևոր չէ։ Կարևորը իշխանության ակնհայտ կոռուպցիոն մոտեցումն է այս հարցին։ Ընդդիմադիր ուժը միաժամանակ փաստում է, նախկին խորհրդային միության տարածքում էլեկտրաէներգիայի կորուստները միջինում կազմում են 6-7, առավելագույնը 8%, այնինչ Հայաստանում դրանք 12%-ի են հասնում, անգամ վարկեր վերցնելուց եւ ներդրումներ անելուց հետո։ Համեմատելու համար ձեզ ասեմ, որ 1% կորուստը 5 միլիարդ դրամ է։ Հարցրեք ցանկացած էլեկտրիկի, նա ձեզ կպատմի գողության ողջ մեխանիզմը, ասաց Արամ Մանուկյանը։ Հնարավոր թանկացման դեմ պայքարելու համար ընդդիմադիր խմբակցությունն այսօրվանից ազգային ժողովում ստորագրություններ է հավաքում։ Այս հարցի վերաբերյալ խորհրդարանում արտահերթ նիստ անցկացնելու, ապա էներգետիկ համակարգում ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար։ Ընդունում են նույն նպատակով ավելի վաղ ստեղծված գազի հանձնաժողովը իրենց ակնկալած արդյունքը չտվեց, բայց այս կերպ ցանկանում են հարցն ուշադրության կենտրոնում պահել։ Սա կփորձենք, չստացվի ուրիշ քայլեր կփորձենք, կարևորը այն է, որ գնալով այդ դիմադրության մթնոլորտը մենք կարողանանք Հայաստանում ստեղծել։ Եթե պետք է բողոքի ակցիաներ, եթե պետք է, չգիտեմ, լսումներ, եթե պետք է ամեն քայլ մենք ձեռնարկելու ենք։ Այսօր Հույդայից չհաջողվեց արձագանք ստանալ, ժառանգությունը միայն երկուշաբթի կքննարկի միանալ ՀԱԿ-ի նախաձեռնությանը, թե ոչ։ ՕԵԿ-ը հակված է միանալու, իսկ Բարգավաճ Հայաստանում այլ պլաններ ունեն։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թեև ինքը երկուշաբթի է լսելու այս հարցում խմբակցության մյուս падգամավորների դիրքորոշումը, բայց հակված է չմիանալու հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Բայց հաշվի առնելով այս տարիների ընթացքում ազգային ժողովում ստեղծված բոլոր ժամանակավոր հանձնաժողովների այսպես ոչ շատ մեծ արդյունավետությունը, ես չեմ կարծում, որ այս հանձնաժողովը եւս կարող է ունենալ մեծ արդյունավետություն։ Ես առավել նպատակահարմար եմ գտնում, որ շատ օպերատիվ կերպով հենց առաջիկա օրերին մենք կազմակերպենք մեծ քննարկում։ Բարգավաճ Հայաստանը արդեն նախնական պայմանավորվածություն ունի հանրային տարածությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նահարյանի հետ առաջիկա օրերին հրավիրել խմբակցություն